ահագին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ եւ ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են այս վեղարի տակ որպես մարտագլխիկ, եւ այդ մարտագլխիկով ուզում են կրակել պետության վրա։ Եվ երեք այդ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաեւ բանը Հետի սեփականատեր Սամվել Կարապետյանը, որին այսօր Գառնիկ Դանիելյանը մի մեծ խանդաղատանքով էր վերաբերվում, ասում է ես նրան չեմ ճանաչում, բայց ոնց որ թե հմայված էր Գառնիկ Դանիելյանը միջև իր վերջին բջիջները բանով, այդ բարերարով։ Բա որ ժամանակին ձեր իշխանության ժամանակ գործարար բարերարներին ունեզրկում էին, խլում էին այդ մարդկանցից իրանց ունեցվածքը, իրանց քաղաքական գործունեության համար, բա ուր էիր, խեր պապանձվել։ Դու ու քո շեֆերը, բա ուր, բա խի չեք խոսում դրա մասին։ Հիմա այս ելույթը հաստատ լսում են ու լսելու են մարդիկ Հայաստանում եւ Սփյուռքում, ովքեր որ թալանվել եւ ունեզրկվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանցավոր իշխանության կողմից։ Մենք խնդրում եմ այդ մարդիկ թող Գառնիկ Դանիելյանին մի երկու բան պատմեն իրենց անցած ճանապարհի եւ իրենց ունեցած փորձառության մասին։ Էդ ուր էր Գառնիկ Դանիելյանը այդ ժամանակ։ Չլինի ինքն էլ էր 23 տարեկան, ոնց որ այսօր ասում էին ինքը չէր հիշում, Եղոյանի մասին էին ասել։